Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ինչ վերաբերում է Թումանյանի թանգարանին եւ Ծիծեռնակաբերդին, Տիկին Գալստյան, ես միշտ շնորհակալ եմ եւ ուրախ եմ հանրային ուշադրության ու վերահսկողության համար։ Ես ինքս էի խոսում հուշարձանների ոլորտում դրա կարեւորության մասին։ Թումանյանի թանգարանն ու Ծիծեռնակաբերդը այստեղ են մեր աչքի առաջ են։ Մենք ունենք բազմաթիվ հուշարձաններ, որոնք մեր աչքից հեռու են եւ այդ հուշարձանների հետ տեղի են ունենում շատ տարբեր ոչ բարենպաստ եւ այդ հուշարձանները քայքայող եւ այդ հուշարձանների նպատակային օգտագործումը խաթարող գործընթացներ։ Ու ես շատ ուրախ կլինեմ, որ այդ հանրային ուշադրությունը ես հավասարաչափ տեսնեմ ու զգամ մեր բազմաթիվ բնակավայրերի, բազմաթիվ հուշարձանների նկատմամբ, որոնցով շատ հաճախ միայն մենք ենք զբաղվում։ Եվ նույնիսկ կողքը բնակվող բնակիչները ջանք չեն թափում, օրինակ ահազանգել մի երևույթի մասին, որը կարող է շատ անհանգստացնող լինի։ Եվ ես շատ ուրախ կլինեմ, եթե այդ հանրային ուշադրությունն ու վերահսկողությունը այդքան ընտրովի չլինի։ Ինչ վերաբերում է Ծիծեռնակաբերդին, ես արդեն շատ մանրամասն ներկայացրեցի ուրեմն ընթացքը եւ պետք է ասեմ, որ հեղինակի հետ էլ ամեն շաբաթյա ինքս շփման մեջ եմ եւ ցանկացած հարց մենք քննարկում ենք։ Դա շատ կարեւոր հուշահամալիր է եւ յուրաքանչյուր նույնիսկ մանր դետալը պետք է հասկացված լինի։ Այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում։ Թումանյանի թանգարանի հետ կապված ունենք այն, ինչ ունենք։ Մասնաշենքերից մեկը նախագծվել էր որպես վերակառուցում, այնուհետև շենքի վիճակի գնահատման պարզ էր դարձել, որ դա չպետք է վերակառուցվի, այլ պետք է նորը կառուցվի, սա էլ առաջ էր բերել ամբողջ շղթան, որ պետք է նոր նախագծում, պարզ փորձաքննություն, համալիր փորձաքննություն, շմագ գործընթաց, որից հետո կարող ենք անել նոր մրցույթ։ Մենք օրենսդրությամբ սահմանված կարգով գնում ենք այս ճանապարհով, համալիր փորձաքննությունը մոտ օրերս կարծում եմ կստանանք եւ արդեն մրցույթի կդնենք այս ուրեմն կառուցման գործընթացը։ Այնուամենայնիվ արձագանքեմ Տիկին Անդրեասյան, ես ճիշտ հասկացա, որ Հայաստանում ընդհանրապես ուրեմն ուսուցիչների կամավոր ատեստացիա անցած, այս պահին անցած ուրեմն ուսուցիչները կազմում են ամբողջ ուսուցչական թվաքանակի 20%-ը, հա, մոտավորապես ճիշտ եմ, չէ՞ հասկանում։ Շատ լավ, փաստորեն եւ մեկ անգամ էլ հաստատենք, հանրապետությունում մոտավորապես 1240 ուսումնական հաստատություն կա հանրակրթական, չէ՞։ Ինչքան 1353։ Շատ լավ։ Մենք կոնկրետ կարող ենք հանրապետության մասշտաբով ասել, թե քանի դպրոցում չունենք այս պահին կամ տնօրենի հաստիքը թափուր է։ Այս 349-ի մասին էր խոսքը, եթե ամբողջ հանրապետությամբ։ Այո։ 349։ Շատ լավ, որը կարծում եմ իսկապես սրանք լուրջ ցուցանիշներ են, երկուսի պարագայում էլ լուրջ եւ իմ խորը համոզումով լուրջ եւ բացասական ցուցանիշներ են։ 300 ես համամիտ եմ, որ ավելի լավ ընտրությունը կատարվի որակյալ եւ հետագայում կրթական գործընթացի վրա որակյալ ազդեցություն ունենալու այդ կոնտեքստում համաձայն եմ դրա հետ, բայց նաեւ մյուս կողմից չի կարելի չի կարելի չգնահատել, թե որքան ռիսկային է, երբ որ դպրոցներում ժամանակավոր պաշտոնակատարների վիճակը եւ այլն, թե ինչ կարեւոր է դպրոցի տնօրեն ունենալը։ Սա լուրջ ցուցիչ է եւ ես կարծում եմ նաեւ կազմակերպման, այսինքն խնդիրներ կան, որոնք բավարար կամ պատշաճ ուշադրության կամ գնահատման չեն արժանացել, որ այս պահին, որում սա տարիներ շարունակ մենք արձանագրում ենք այս թափուրությունը, բայց ես ուզում եմ խոսել այնուամենայնիվ հուշարձանների վերականգնման օրոքման խնդրի առնչությամբ, բնականաբար հուշարձանները իրենց նշանակությամբ թե հանրային ներողություն, տեղական նշանակության են հանրապետական եւ այլն, ինչը օրենքով կարգավորված է։ Եվ եթե դուք ունեք որոշակի այսպես վերաբերմունք, որը ես եմ հասկանում, հանրապետությունում տեղակայված տարբեր հուշարձանների պահպանության կամ պաշտպանության առնչությամբ եւ հանրային վերաբերմունքի ոչ միշտ նույն մակարդակի առնչությամբ, դա եւս պետության խնդիրն է, բավարար կրթական մշակութային քաղաքականություն իրականացնելու, հանրային իրազեկվածության եւ այլնի, բայց Թումանյանի եւ
ցեղասպանության հուշահամալիրի թանգարաններ այդ երկուսի նորոգման ողջ ընթացքը մեկ բանի մասին է խոսում, ոչ որակյալ կազմակերպվածության մասին։ Եվ նաև ես ուզում եմ բարձրաձայնել, որ այնուամենայնիվ այդ ոչ որակյալ կազմակերպվածությունը, ոչ որակյալ ընթացակարգերը, ոչ պատշաճ ընթացակարգերի պատճառով նաև հանրային բյուջեին է վնաս հասցվել, որովհետև դուք կամ պետությունը գնում է նաև սխալների ուղղման ճանապարհով։ Այսինքն 750 միլիոնի աշխատանք գնահատված աշխատանքների գոնե մի ծավալ, նույնիսկ եթե ոչ շատ մեծ, բայց մի ծավալ արդեն տեղի է ունեցել եւ այդ նախագծերը ստեցան խոտան են եղել։ Դրանք եւս ոչ արդյունավետ մսխված պետական միջոցներ են։ Եվ այս հարցը ես բարձրացնում եմ նաեւ այն նպատակադրումով, որ պիտի վերանայել մշակութային, ուրեմն արժեք ունեցող հանրապետական նշանակության եւ ոչ միայն հանրապետական նշանակության հուշարձանների վերականգնման ընթացակարգերը, որովհետեւ այստեղ ոչ միայն նախագծման, նախապատրաստման այդ աշխատանքների թերությունների մասին ենք թերություններն եք արձանագրում, նաև ճիշտ դուք ասում են ամեն շաբաթ գնում եք ցեղասպանության հուշահամալիր ստուգում եք, դուք էլ խոստովանեցիք, որ ձեր ստուգումները կարող են վարչարարի լինել եւ ոչ պրոֆեսիոնալ, եկեք համաձայնենք, բայց նաև սա խոսում է այն մասին, որ միգուցե մշակութային ժառանգության վերականգնման ուղղությամբ հավելյալ լիցենզիաների, հավելյալ տեսչական մարմինների անհրաժեշտություն ունենք, որպեսզի ինչ որ մի աշխատանքի փուլ անելուց հետո, որը ես գնահատեցի որպես վանդալիզմ, այն ինչ որ կատարվեց ցեղասպանության հուշահամալիրում, հետո չգնանք սխալների դաժան ուղղման ճանապարհով։ Եվ ես լուրն եմ, շատ եմ շահախնդիր եւ նախանձախնդիր այս առումով, սխալների ուղղման պարագայում մեր յուրաքանչյուր այդ քարը բազալտը մոտ $1000 համարժեք ինքնարժեք ունենալու։ Սրանք խնդիրներ են, որոնք նախապես պրոֆեսիոնալ բավարար, ուրեմն հաշվարկներ չեն եղել դրանց տակ եւ նաեւ նույնիսկ այդ հուշարձանի կազմակերպումը կներեք, բայց նույնիսկ մարդ իր անձնական ոնց ասեմ, անձնական ախորի նորոգման պարագայում այդ անորակ, այդ խառաշո են ասում, դրանց ինչ են ասում, այդպիսի շինարարական ընթացք չէր կազմակերպել։ Խոսքը հենց դրա մասին է։ Եվ այստեղ բացարձակապես մանիպուլյացիա չկա, մեր բոլորի անհանգստությունը բխում է հանրապետական նշանակության եւ համազգային նշանակության սրբավայրը պատշաճ վերանորոգված տեսնելու մտահոգությամբ։ Շնորհակալություն։